կոլտը սեղանին չէին դնում, բայց կոլտը երևում էր։ Բանակցում էին ջանջիգարով, բայց մեկը բոլորը հասկանում էին, որ ինչ որ բան պետք է, ինչ ասում են, պետք է խելոք անես, ով որ չի անում հետևանքներ են։ Հիմա աշխարհում հետևյալն է, չինացիները հետ նստում այդ սեղանի շուրջ, չինացիներ իր կոլտն հանում դնում։ Ասում են բանակցենք։ Եվ միանգամից պրագմատիզմը աշխատում է, երկուսն կոլտերը հանում են, սկսում են բանակցել իրար հետ։ Որովհետև այդ ուժ կա դիմացը նստած։ Այլևս դու այդ մենաշնորհը նման կարգի բանակցությունների համար չունես։ Եվ կա եւս մեկ երկիր, որ այդ սեղանի շուրջ որ նստում է, ճիշտ է, կոլտը չի դնում սեղանին, բայց նռնակը հանում է, զապալը հանում Ռուսաստանը։ Ասում է բանակցենք։ Եվ եւս հասնում է նպատակին։ Այո, հետը նստում բանակցում են։ Որտեղ պրագմատիզմը միշտ կա Միացյալ Նահանգների քաղաքականության մեջ։ Ինչի համար եմ ասում։ Նույն Միացյալ Նահանգների հետ միշտ կարելի է շատ ողջամիտ, պրագմատիկ քայլերի շուրջ նստել, խոսալ եւ պայմանավորվել։ Ուրիշ հարց է, թե դու sense այնպիսի վիճակում ես, որ քիչ չի հետաքրքրում քո երկրի շահերը։ Քո համար Տրամպի հետ նկարվելը արդեն մի մեծ բան է, էլի։ Դարակազմիկ մի իրադարձություն է։ Դու գնում ես նկարում, դրա դիմաց քո երկրի շահեր, ուղղակի տալիս ես, մի նկարի դիմաց։ Ահա դուք հիմար չեք, լավ։